Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ եւ այսուհետ ամեն օր այս ժամին ես եւ իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների եւ պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես եւ ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաեւ այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Աշխարհը սգում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը մահկանացուն կնքեց 88 տարեկանում։ Նրա ողջ կյանքը նվիրված էր ծառայությանն Աստծուն ու եկեղեցուն նա սովորեցնում էր մեզ հավատալ, սիրել, հատկապես ամենաաղքատներին ու կարիքավորներին, հայտարարեց Վատիկանը։ 12 տարի առաջ ստանձնելով Պապի գահը Ֆրանցիսկոսը արդեն իսկ մի շարք ավանդույթներ էր հաղթահարել։ Նրանից առաջ շուրջ 1500 տարի Պապի աթոռը զբաղեցնում էին միայն Եվրոպայում ծնված հովվապետերը։ Նա առաջին ամերիկացին էր եւ առաջին ճիզվիտը, ով գահակալության ամենասկզբում հենց ակնհայտ դարձրեց, որ այլ կերպ է կառավարելու։ Ու անգամ վերջին կտակում փոխեց կաթոլիկ եկեղեցու հաստատված կարգերը։ Առաջիկա րոպեներին զրուցելու ենք Արգենտինայից Վատիկան հասած հովվապետի, նրա թողած ժառանգության, վերջին կտակի եւ Հռոմի նոր պապի ընտրության մասին։ Լուսինե, դու երեկվանից լուսաբանում ես քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը։ Ողջ աշխարհը ցավակցական հեռագրեր է ուղարկում, որոնցով կարմիր թելով նույն միտքն է անցնում։ Նա ամրապնդեց կապը եկեղեցու եւ շարքային մարդու միջև։ Ինչպես էր Ֆրանցիսկոսին դա հաջողվել, ինչ ճանապարհ էր անցել Արգենտինայում ծնված Խորխե Մարիո Բերգոլիոն մինչև կհասներ Վատիկան։ Այո, Հեղինե, ինչպես նկատեցիր, աշխարհը սգում է թերևս ամենահայտնի հոգևորականի մահը։ Ֆրանցիսկոսը համարվում է կաթոլիկ եկեղեցու ամենաճանաչելի առաջնորդը, նրան թերևս դեռ երկար կմտապահեն։ Խորխե Մարիո Բերգոլիո, սա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի աշխարհիկ անունն է։ Ինչպես հայտնի է, նա ծնվել է Արգենտինայում, Բուենոս Այրեսում, իտալացիների ընտանիքում, բավական աղքատ, հայրը երկաթուղային գործարանում էր աշխատում, նա ավագներ իր բազմազավակ ընտանիքում եւ իր հարցազրույցներից մեկում պատմել էր, որ փոքր ժամանակ երազում էր մսավաճառ դառնալ, որովհետեւ իր պատկերացմամբ հենց այդ կերպ կարելի է ընտանիք պահել, բայց Խորխեն որոշել էր կրթություն ստանալ, նա ընդունվել էր ուսումնարան, որտեղ քիմիկոսի մասնագիտություն էր փորձում ստանալ, ուսանողական տարիներին մի քանի գործ էր փոխել, այդ թվում լաբորատորիայում էր աշխատում, պատմել էր նաև, որ ստիպված էր նույնիսկ հավաքարար աշխատել, ապա գիշերային ակումբներից մեկում կարգուկանոնին էր հետևում։ Այսինքն բոլորովին աշխարհիկ հետաքրքրություններ, իսկ ինչպես է դարձել հոգևորական այդ դեպքում։ Կան վկայություններ, որ շրջադարձային էր նրա սիրո պատմությունը, սիրո չհաջողված պատմությունը Ամալիայի հետ, նա սիրահարված էր, մերժվել էր եւ որոշել էր իրեն նվիրել Աստծուն։ Տեղափոխվելով արդեն Վատիկան, որտեղ հայտնվել էր Հովհաննես Պողոս II-ի հրավերով, մի քանի վարչական բարձր պաշտոններ էր զբաղեցրել, հետո համարվում էր Վատիկանի հաջորդ առաջնորդի ֆավորիտային թեկնածու եւ ընտրվելուց հետո գահը ստանձնեց իր հայտնի կարգախոսով աղքատ եկեղեցի, աղքատ մարդկանց համար։ Per noi è dovere evangelico prendersi cura di loro. Իր գրեթե յուրաքանչյուր ուղերձում Պապը հարուստներին հորդորում էր օգնել աղքատներին, միջազգային առաջնորդներին, պայքարել աղքատության, անհավասարության դեմ, մարդկանց ապահովել աշխատանքով, կրթության, բժշկությունը հասանելի դարձնել։ Իր ամբողջ հոգևոր գործունեության առանցքում աղքատ մարդներ։ Իսկ իր գահակալության ընթացքում արդյոք անձնական իր օրինակով փորձել էր նաև ամրապնդել այդ պատգամները։ Հենց դրանով էր նա տարբերվում իր նախորդներից, գահը ստանձնելու պահից սկսած նա հրաժարվեց շքեղ պալատներից, որտեղ նախկինում բնակվում էին
պապերը նախընտրելով երկու սենյականոց բնակարան, որը գտնվում է հենց Վատիկանի արքայական պալատների հարևանությամբ, հրաժարվեց հայտնի պապական լիմուզինից նախապատվությունը տալով ոչ թանկարժեք մի մեքենայի, որը հետագայում ստացավ Պապոմոբիլ անվանումը, նույնիսկ մամուլը գրում էր, որ նա ինքն է իր ուտելիքները պատրաստում, շատ հասարակ ճգնավորի կյանքով է ապրում հոգևորականի։ Պապը հայտնի էր նաև իր բավական անմիջական շփման ձևով, հաճախ նույնիսկ ամբողջի մեջ նա կարող էր մոտենալ մարդկանց, խոսել։ Վերջին ամիսների ընթացքում նա հիվանդանոց էր տեղափոխվել եւ երկկողմանի թոքաբոր վերտանում, բայց չլսելով բժիշկներին, որոշել էր 3 անձամբ դիմել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալներին, բայց ինձ համար ուշագրավ էր նաև, որ մինչ այդ ավագ ուրբաթ անցած շաբաթավերջին նա որոշել էր այցելել Հռոմի ամենահայտնի բանտերից մեկը կալանավորներին այցելության եւ իտալական լրատվամիջոցները նշում էին, որ պապի կողմից սա ավանդական այց է եւ նա մշտապես է փորձել լինել այն մարդկանց կողքին, որոնք իր աջակցության եւ իր սատարման կարիք ունեն։ Այո, նույնիսկ երբ ակնհայտորեն իր առողջական վիճակը լավ չէր, նա անվասայլակին նստած հազիվ էր արտաբերում բառերը, բայց մամուլը նշում է, որ սա իր ընտրությունն էր, նա պնդում էր, որ ներկայանար եւ անձամբ ողջուներ հազարավոր հավատացյալներին, ովքեր հասել էին Սուրբ Պետրոսի հրապարակ իրեն տեսնելով։ Pater, et Filius, et Spiritus Sancti. Մինչև վերջին վայրկյանը կարող ենք ասել, որ պապը իր հոգևոր ծառայությանը հավատարիմ էր։ Ֆրանցիսկոս Պապը նաև գահը ստանձնեց բավական բարդ մի փուլում կաթոլիկ աշխարհում փոթորկվող սկանդալների, սեռական ոտնձգությունների մասին, կոռուպցիոն աղմկահարույց պատմությունների ֆոնին 12 տարվա գահակալության ընթացքում ինչ փոխեց նա կաթոլիկ եկեղեցու, այսպես ասած, կառուցակարգերում։ Նա պաշտոնը ստանձնեց խոստանալով կրճատել բյուրոկրատական ավանդույթները կաթոլիկ եկեղեցում։ Իհարկե այսօր դիմախոսները նրան քննադատում են ոչ բավարար ջանքեր գործադրել համար, բայց փաստացի Ֆրանցիսկոս Պապը առաջինն է, ում պաշտոնավարման օրոք Վատիկանի ֆինանսական կառույցը 100-ամյա գործունեության ընթացքում ֆինանսական զեկույց հրապարակեց։ Նա իհարկե փորձում էր նաև սեռական ոտնձգությունների դեմ պայքարել, դատապարտող ուղերձներ հնչել են, բայց հենց իր պաշտոնավարման ընթացքում էլ եղան նման սկանդալներ։ Եւ առաջնորդելով մոտ 1.5 միլիարդ կաթոլիկներին Հռոմի Պապը նաև ազդեցիկ ձայն ունի աշխարհքաղաքական հարցերում 1978-ին օրինակ Վատիկանի միջնորդությամբ հարթվեց Արգենտինայի եւ Չիլիի միջև սահմանային միջադեպը 2014-ին Պապը նաև գաղտնի բանակցություններ էր նախաձեռնել Միացյալ Նահանգների եւ Կուբայի միջև այժմ այս պաշտոնավարման ընթացքում ինչպիսին էր Վատիկանի դիրքորոշումը քաղաքական ճգնաժամերի վերաբերյալ։ Ֆրանցիսկոս Պապը բավական ակտիվ դիվանագիտական գործունեություն էր ծավալում հոգևորին զուգահեռ։ Ռուս-ուկրաինական պատերազմում նա չափազանց ակտիվ էր, նա առաջարկեց միջնորդի դեր ստանձնել Կիևի եւ Մոսկվայի միջև։ Vergine Immacolata, avrei voluto oggi portarti il ringraziamento del popolo ucraino. Շաբաթներ շարունակ նա սպասում էր Մոսկվայից հրավերի, որպեսզի մեկնի Ռուսաստան եւ բանակցություններ վարի Կրեմլի ղեկավարի հետ եւ ուշագրավ է, որ այդ ընթացքում նա կրկին բավական վատառողջ էր, բայց պնդում էր, որ կգնա Կիևից էլ Մոսկվայից էլ առաջարկ չեղան, Պապը այնուհետև սկսեց կոչեր անել արյունահեղությունը դադարեցնելու, Կիևը քննադատում էր, որ արյունահեղությունը սկսել է Ռուսաստանը եւ ագրեսորը Ռուսաստանը, Հռոմի Պապը պետք է իր հայտարարություններն ու կոչերը հղի Մոսկվային։ Հիշում եմ հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց նրա անցած տարվա հայտարարությունը այդ ժամանակ ուկրաինական կողմը ռազմի դաշտում նահանջում էր սկսվել էր անհաջողությունների երկար շարան եւ այդ ժամանակ Հռոմի Պապը հայտարարեց թե Կիևը պետք է ուժ եւ համարձակություն գտնի իր մեջ սպիտակ դրոշը բարձրացնելու համար նրան տեղում մեղադրեցին Ռուսաստանին աջակցելու համար ինչը կտրականապես Պապը հերքում էր եւ Վատիկանն այդ ժամանակ ստիպված էր բացատրել որ Ֆրանցիսկոսը
նկատի ուներ, թե զենքը պետք է վայր դնեն երկու կողմերը հավասարապես։ Ես չեմ ցանկանում պարզեցնել հակամարտությունը եւ այն ներկայացնել որպես վատ եւ լավ տղաների միջև կռիվ առանց դրա մանրամասների մեջ մտնելու։ Այստեղ պետք է նաեւ դրդապատճառները հասկանանք։ Ասել էր նա այդ ժամանակ, ընդգծելով, որ սա չի նշանակում, թե ինքը Ռուսաստանի նախագահին է պաշտպանում, բայց սա իհարկե իր հերթին քննադատության մեծ ալիք էր բարձրացրել Ուկրաինայի կողմից։ Փաստացի ռուս-ուկրաինական հակամարտությունում նրան չհաջողվեց, բայց ինչպես նշեցիր, նրա դերակատարությունը բավական վճռորոշ էր Վաշինգտոն-Հավանա ջերմացման ընթացքում, որը նախագահ Օբամայի օրոք էր։ De Estados Unidos a Cuba y si va a hablar de ello ante el Congreso de los Estados Unidos. Ֆրանցիսկոս Պապը փաստացի արևմտյան եզակի առաջնորդներից էր, որը ուղիղ Իսրայելի գործողություններն էր քննադատում եւ կոչեր անում Իսրայելին դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ինչի համար էլ կոշտարձագանքի էր արժանանում Իսրայելի ղեկավարության կողմից։ Եվ մահվանից առաջ երեկվա իր վերջին Սուրբ Հարության ուղերձում, ինչպես դու նշեցիր, նա խոսեց նաեւ խաղաղության մասին, խոսեց հակամարտությունների մասին, անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությանը կոչ անելով վերջնականապես կնքել խաղաղության համաձայնագիրը։ Ֆրանցիսկոսը նաեւ, եթե չեմ սխալվում, Հայաստան էր եկել, կհիշես, երբ էր եւ ինչով է այդ այցը աչքի ընկել։ Ֆրանցիսկոսը Հայաստան այցելեց 2016-ին իր կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահստանձնելուց 3 տարի անց։ Նա այդ ուղևորությունը անվանել էր ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Santità, venerato fratello, supremo patriarca e cattolicos de tutti gli armeni. Հենց Հայաստանում էր առաջին անգամ նա կիրառել ցեղասպանություն տերմինը հայոց ցեղասպանության մասին խոսելիս, հարուցելով Անկարայի կոշտ արձագանքը, հրապարակային ելույթներում, թե եկեղեցում, թե եկեղեցուց դուրս Հայաստանում նա ընդգծում էր Հայաստանի հայ ժողովրդի հավատարմությունը քրիստոնեությանը, քրիստոնեական ավանդույթներին։ Potermi avvicinare al santo altare dal quale rifulse la luce di Cristo in Armenia. Նրա ուշադրության կենտրոնում էր նաև Ղարաբաղյան հակամարտությունը, բայց ի տարբերություն այլ հակամարտությունների այստեղ նա փորձում էր զուսպ լինել եւ ավելի ընդհանրական կոչերով էր հանդես գալիս, չառանձնացնելով այստեղ ագրեսորի կամ զոհի հանգամանքը։ Եվ մոտ 2 շաբաթ առաջ հաղորդվեց, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում միջազգային համաժողով է կազմակերպել քրիստոնեությունը Ադրբեջանում, պատմություն եւ արտի ժամանակները խորագրով։ Իհարկե համալսարանի Civilnet-ին հայտնել են, որ համալսարանը կապ չի ունեցել միջոցառման կազմակերպման հետ, ոչ էլ հովանավորել է այն, պարզապես մեջբերում եմ լսարանային տարածք եւ վարձակալությամբ տրամադրել, բայց դա էլ արժանացավ հայկական կողմի քննադատությանը։ Թեև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին խոսելիս հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է պաշտպանելու եւ հարգելու Արցախում գտնվող քրիստոնեական վանքերը, կրոնական պաշտամունքի վայրերը։ Բայց այդ ուղղությամբ որևէ կոնկրետ քայլ այդուամենայնիվ անցած 1.5 տարվա ընթացքում մենք չենք տեսել։ Վերջին դրվագը հակառակը ավելի ապացուցեց։ Եվ այս օրերին թերևս ամենից շատ հնչող հարցն է, թե ինչ է լինելու հետո։ Հռոմի Պապի մահվանից հետո հայտնի է, որ կաթոլիկ եկեղեցին նոր առաջնորդի ընտրության տասնամյակներով հաստատված ավանդույթներ, անխախտ սովորույթներ ունի։ Այս անգամ ինչպես է տեղի ունենալու ընտրությունը։ Նախ Պապը դեռ նախորդ տարիներին որոշել էր հնարավորինս պարզեցնել իր հուղարկավորությունը, թաղման արարողությունը, բայց այո, հին հռոմեական ավանդույթի համաձայն մահից հետո հայտարարվում է 9-օրյա սուգ։ Մահվանից հետո Պապի մարմինն օրհնվում է, նրան պապական զգեստներ են հագցնում, մարմինը դրվում է Սուրբ Պետրոսի տաճարում, որպեսզի մարդիկ հրաժեշտան Պապին, թերևս այս դրվագները պահպանվեն ըստ Պապի ցանկության։ Նախկինում դիակը նույնիսկ ցուցադրվում էր բարձր հարթակի վրա, բայց Ֆրանցիսկոս Պապը ցանկացել էր, որպեսզի նրան պառկեցնեն բաց դագաղի մեջ, առանց ավելորդ շքեղությունների։ Նա նաև դեմ էր իր մարմնի զմռսմանը,
Իսկ հուղարկավորությունից հետո արդեն մեկնարկելու է ընտրությունները, որը ոչ պակաս հետաքրքիր եւ ինտրիգային է։ Տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող է դիտարկվել որպես պապական գահի հավակնորդ, գործնականում սակայն կարդինալները նախընտրում են իրենց ներսում որևէ մեկին ընտրեն։ Այսինքն չկա տարիքային սահմանափակում, ազգային սահմանափակում։ Ազգային ոչ, բայց տարիքային սահմանափակում կա 80 տարեկանից ցածր հոգևորականը կարող է առաջադրվել այդ պաշտոնում։ Եթե տեխնացուներից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ ձայների 2/3, ապա տեղի են ունենում քվեարկության մեկ այլ փուլ, օրական կարող է լինել մինչև 4 փուլ, ընտրությունը կարող է տևել ինչպես ժամեր, օրեր, շաբաթներ, 13-րդ դարում կոնկլավը տևել է ընդհուպ մոտ 3 տարի, 18-րդ դարում մեկ այլ կոնկլավ էլ տևել է 4 ամիս, եւ ինչպես գիտենք, քվեաթերթիկները հաշվելուց հետո դրանք այրվում են Սիքստինյան կապելայում գտնվող մի վառարանում, երկրորդ վառարանը այրում է քիմիական նյութը, որը ծխնելույզի միջով ծխի ազդանշան է ուղարկում արտաքին աշխարհ, եւ այդ ծև ծուխը նշանակում է, որ նոր պապ չի ընտրվել, սպիտակ ծուխն էլ հակառակը նշանակում է, որ պապ է ընտրվել։ Ընտրվելուց հետո էլ կարդինալների քոլեջի ներկայացուցիչը Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբից ազդարարում է, մենք պապ ունենք։ Իսկ մոտավորապես հայտնի է, երբ տեղի կունենա այս նոր պապի ընտրությունը եւ երբ կարող է սպիտակ ծուխը բարձրանալ։ Պապի մահից հետո արդեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կարող է մեկնարկել ընտրական գործընթացը։ Մահվան լուրերին զուգահեռ արդեն սկսեցին շրջանառվել պապի նոր տեխնացուների անունները եւ ինչպես New York Times-ն էր այսօր նշում, հիմնական տեխնացուները տատանվում են նեոմոդեռնիստական աստվածաբանական դիրքորոշումների կողմնակիցներից մինչև ավելի պահպանողականներ։ Շրջանառվում է ֆիլիպինցի կարդինալ Լուիս Թագլեի անունը, իտալացի հոգևորական Պիետրո Պարոլինի, ով աջակցում է եկեղեցու համագործակցությանը կոմունիստական Չինաստանի հետ։ Տեխնացուների թվում է ֆրանսիացի հոգևորական Ժան Մարկին, ում անվանում են Ֆրանցիսկոսի սիրելի կարդինալ։ Հավանական տեխնացուների թվում են նաև Հոլանդիայի հոգևոր առաջնորդ Վիլեմ Յակոբ Էյկը, Շրի Լանկայի կարդինալ Մալքոմ Ռանջիթը, Վատիկանի նախկին պաշտոնյա Ռոբերտ Սարան Գվինեայից, աֆրիկացի այս հոգևորականն ի դեպ համարվում է Ֆրանցիսկոս Պապի գլխավոր ընդդիմախոսներից մեկը, նա քննադատում էր հատկապես միասեռ զույգերի օրհնության վերաբերյալ նրա հայտնի դիրքորոշումը։ Ֆրանցիսկոս Պապի շնորհիվ կանայք թույլտվություն ստացան հասնել բավական բարձր պաշտոնների Վատիկանի ներսում, բայց գոնե այս պահի դրությամբ կին տեխնացուների մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա։ Եվ նաև Ֆրանցիսկոսն առաջինն էր փաստացի, որ ընտրվեց Ամերիկայից եւ առաջին ջիզվիտը, որ եկավ իշխանության Վատիկանում։ Կաթոլիկ եկեղեցու գործունեությանը հետևող մեկնաբաններն արդեն մեծ ժառանգություն են վերագրում Ֆրանցիսկոս Պապին, որ նա այն եզակի առաջնորդներից է, որ կարողացել է հազարամյա ավանդույթներ կոտրել եկեղեցու ներսում եւ ավելի առաջադիմական ավանդույթներ բերել, բացելով Վատիկանի համար տաբու թեմաներից խոսելու եւ նույնիսկ եկեղեցու համար արտառոց որոշումներ կայացնելու ճանապարհը։ Նա թողնում է հետաքրքիր մի ժառանգություն, այժմ հարց է թե արդյոք նրա հաջորդը կշարունակի իր ուղին, թե ընդհակառակը կվերականգնի ավելի կարծրացած եւ ավանդական մոտեցումները։ Շնորհակալություն Լուսինե, հաստատ հետևելու ենք այս ընտրություններին եւ երբ սպիտակ ծուխը բարձրանա, կարծեմ Ազատությունը այդ մասին կպատմի առանձին։ Շնորհակալ եմ։ Եվ ժամեր առաջ հրապարակվեց Հռոմի Պապի կտակը իր վերջին ուղերձում կաթոլիկ եկեղեցու հովվապետը պատգամել է իրեն հողին հանձնել հասարակ անպաճույճ դամբարանում Վատիկանից դուրս Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում, ուր իր խոսքով ինքը հաճախ է գնացել աղոթելու։ Կտակը գրվել է 3 տարի առաջ 2022 թվականի հունիսին։ Պապը նշել է, որ զգում է, որ իր ուժերը եւ երկրային կյանքը սպառվում են։ Նա հստակ նշել է եկեղեցու որ հատվածում պիտի լինի գերեզմանը, հավելելով, որ
Նախապես հոգացել է նաև թաղման ծախսերը։ Գերեզմանը պետք է լինի հողի մեջ, պարզ, առանց հատուկ զարդարանքի եւ միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս։ Գրել է նա եւ Տեր Աստծուց խնդրել մեջբերում եմ արժանի վարձատրություն տալ նրանց, ովքեր սիրում էին ինձ եւ կշարունակեն աղոթել ինձ համար։ Այսօր այսքանը, հիշեցնեմ, դուք լսում եք Ազատության հերթական թողարկումը, հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին։